Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելումը համակարգային եւ բազմամիջավայր խնդրի է վերածվել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է ֆիքսել, որ մեդիա մշտադիտարկումները թեժ գծին ստացված ահազանգերն ու հրապարակումները վկայում են, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը լայնորեն տարածված են ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցներում եւ այլ խնամքի հաստատություններում։ Առաջին հերթին սա խոսում է հասարակության ներսում հարաբերությունների ճգնաժամի մասին։ Անտարբերության առաջին զոհերը հենց երեխաներն են։ Մեր հասարակությունը պետք է բավականին զգոն լինի սրա նկատմամբ եւ չլռի դրա մասին։ Այն դեպքերում, երբ երեխան ինքը հնարավորություն չունի դրա մասին բարձրաձայնելու, այսինքն բռնության մասին չլռելը պետք է բոլորի կողմից լինի որպես պարտադիր վարքագիծ, որովհետեւ լռելը հանգեցնելու է դրա կրկնությանը։ Մյուս կողմից պետությունը ստեղծել է տարբեր կառույցներ, որոնք հնարավորություն պետք է տային երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու, առանց հույսը հանրության ուշադրության վրա դնելու։ Խնամակալության հոգաբարձության մարմնի աշխատողը ունի որոշակի մեթոդաբանություն աշխատանքի եւ ինքը տեսնում է, հայտնաբերում է ընտանիքները, որտեղ կան ռիսկեր եւ այդ ռիսկերը կանխարգելելու ուղղությամբ ինքը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ Այսինքն մենք չպետք է բռնության մասին իմանալուց հետո փորձենք աշխատել դրա հետևանքների հետ։ Ըստ մասնագետների, նախորդ շրջանում երեխաների բռնության դեպքերը խոսում են համակարգային ձախողումների մասին, կանխարգելման, վաղ արձագանքման եւ արդյունավետ պաշտպանության ոլորտներում։ Խնամակալության մարմնից բացի դա նաեւ տարածքային սոցիալական ծառայությունների ձախողման հետևանքն է։ Սոցիալական ծառայության ներկայացուցիչները այցելեն բնակարան այդ ընտանիք եւ տեսնեն ինչ է կատարվում, ինչ կարիքներ ունի այդ ընտանիքը, գնահատեն այդ կարիքները համապատասխան գործիքակազմերով եւ սկսեն այդ ընտանիքի աջակցության տրամադրումը։ Այդ ռիսկերը պետք է շուտ հայտնաբերել եւ դրանց ուղղությամբ արդեն կանխարգելիչ տարբեր միջոցներ ձեռնարկել եւ այնպիսի իրավիճակում, երբ երեխայի ընտանիքում ապրել արդեն երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, արդեն երեխային ընտանիքից դուրս բերել։ Իրականում անչափահասների հետ կապված տարատեսակ միջադեպերից հետո երբեք չի հրապարակվել տեղեկություն, թե ինչ համակարգային բացեր են հայտնաբերվել, օրինակ նկատողություն է հայտարարվել այսինչ կառույցի, այսինչ տարածքային բաժնին թերանալու եւ աշխատանքը ոչ հավուր պատշաճի կատարելու համար։ Ահա այսպիսի հայտարարություններ երբեք չենք լսել։ Երկու կազմակերպությունը այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ կարող է ինչ-որ մի բան վրիպի, բայց միանշանակ դա արդարացում չէ այն բոլոր դեպքերի համար, երբ որ խոսքը գնում է երեխայի իրավունքների եւ լավագույն շահի պաշտպանությանը եւ ընտանիքի բարեկեցությանը։ Դրա համար այստեղ ընդհանրապես պետք է բարձել առաջնահերթությունները եւ մարդ ռեսուրսները բաշխել այնպես, որպեսզի կարողանան այն բոլոր ծանր դեպքերի առնչությամբ լինի պատշաճ գնահատական։ Իդեպ խնամակալության մարմնի անդամները ըստ գործող օրենսդրության իրենց պարտականությունները կատարում են կամավոր սկզբունքով, ինչը մասնագետների դիտարկմամբ էական խնդիր է։ Պետք է վճարել մարդկանց եւ պահանջել դրա դիմաց աշխատանք, ոչ թե բավարարվել աշխատանքի իմիտացիայով։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։